Հարգելի բարեկամներ, Վանաձոր հեռուստաընկերության աշխատակազմը այս պահին գտնվում է Գրիգոր Նարեկացի եկեղեցու ցուցասրահում, որտեղ ներկայացված է մեր համաքաղաքացի գեղանկարիչ, հայտնի ու սիրված անձնավորություն Արտյոմ Բասենցի հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այն կոչվում է «Ինձնից մինչև ես»։ Այս պահին իմ զրուցակիցը օրվա հերոսն է եւ բնականաբար ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու է ցուցահանդեսը կոչվում «Ինձնից մինչև ես»։ Սկսենք հենց այդտեղից։ Ուրեմն ցուցահանդեսը կոչվում է «Ինձնից մինչև ես», որովհետև ես ունեմ տարբեր տարիների գործեր, այսինքն սկսել եմ մի փուլ ու հասել եմ ինչ փուլի։ Ես ինքս չգիտեմ հանդիսատեսը ոնց, բայց ես ինքս նկատում եմ, որ այսպես թվականները գրած չեն, բայց հերթականությունը բոլորը հիշում եմ ու հիշում եմ ամեն նկարի պատմությունը, ամեն նկարի հետ ապրած իմ կյանքը եւ ինձնից մինչեւ ես, այսինքն ես այսօր ես եմ, ես սա եմ։ Իսկ ինչ կեղնի սրանից հետո արդեն ցույց կտա ապագան։ Արտյոմ, պատմիր մի փոքր ցուցահանդեսի մասին, քանի աշխատանք է ներկայացված այստեղ եւ սրանք արդյոք այն ամենն է, ինչ դու ունես, թե սա ընդամենը շատ քիչ քանակություն է աշխատանքների։ Ուրեմն ցուցահանդեսին ներկայացված է ուղիղ 44 աշխատանք, սա իմ վերջին մի տարիների աշխատանքն է։ Իմ աշխատանքները այսքանը չեն, ունեմ Ռոստովում աշխատանքներ, որոնք որ բարբերաբար ցուցադրվում են, ունեմ Կալուգայում նկարներ, որոնք եւս բարբերաբար ցուցադրվում են թե Կալուգայում, թե Մոսկվայում, շուրջ 12-13 կտավ Մոսկվայում է, 14-15 կտավ Ռոստովում։ Հիմնականում այս նկարները ընտրվել են մի քիչ ավելի շատ քանակությունից, այսինքն մենք ընտրություն ենք կատարել, հասել ենք սրան, որ այսքանն են կախվելու, այդքանը նկարների ընտրության մասին։ Քանի օր կտևա այս ցուցահանդեսը եւ արդյոք այն կցուցադրվի այլ մարզերում կամ քաղաքներում, կա նպատակ։ Այո, նպատակներ ավելի շատ տեղեր կան նաեւ հանրապետությունից դուրս, ուղղակի այսօր ես դրա եզրերը չեմ գտնում, ոնց կարելի է դա անել։ Նպատակներ շատ կան, իսկ ցուցահանդեսը կմնա հավանաբար 15 օր։ Շատ լավ, դու նաև դասավանդում ես մատաղ սերնդին, երիտասարդներին, մենք այսօր տեսանք, ինչ կմաղթես առաջին քայլերը գեղանկարչության ոլորտում անող երիտասարդ մարդկանց։ Ուրեմն առաջին քայլեր անող ուսանողներին ես կմաղթեմ կյանքում չզիջել իրենց տեղը, իրենց ուրույն տեղը, կուլ չգնալ այսպես ասած կյանքի դժվարություններին, ընդհակառակը հաղթահարել բոլոր դժվարությունները, որովհետև դա արվեստագետի համար ավելի հեշտ է ու ավելի հասանելի է այդ ամեն ինչը։ Կցանկանամ ուղղակի միշտ առաջ։ Շատ շնորհակալություն, մաղթում ենք քեզ նորանոր հաջողություններ եւ նոր ցուցահանդեսներ։ Այս ցուցահանդեսը ինձ համար իրոք մեծ անակնկալ էր, քանի որ Արտյոմ Բասենցուն ճանաչում եմ մոտավորապես 20 տարի։ Իր արվեստին ծանոթ եմ դեռ իր վաղ շրջանում։ Եվ այսօր բացեմ գաղտնիք, երկար ժամանակ իր գործերը չէի տեսել, ինչ պատճառներով, երբ մինչ ցուցահանդեսի բացվելը ես իրոք հիացած եմ նրա պրոգրեսով, հիացած եմ նրա նոր տեխնիկայով, նոր գույներով։ Երբեք չեմ կասկածել, որ Արտյոմ Բասենցին կմնա նույն տեղում, բայց այսքան մեծ փոփոխություն, այսքան մեծ ձեռքբերում, այսքան նոր հարստություն ամեն կտավի մեջ իրոք չէի սպասում, բայց հաճելիորեն զարմացած եմ եւ ուզում եմ շնորհավորել նախ Արտյոմին, իմ շատ լավ ընկերոջը, այս գեղեցիկ ցուցահանդեսի կապակցությամբ, շնորհավորել մեր հասարակությանը, քանի որ եթե կան նման երիտասարդ նկարիչներ, ստեղծագործողներ, ովքեր որ իրենց վրա աշխատում են այս մակարդակով, ապահովում են այս մակարդակի պրոգրես, ես հավաստիացնում եմ, որ Վանաձորի մշակույթը դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու եւ նման արվեստագետները դեռ շատ ու շատ կհարստացնեն մեր գանձարանը։ Նախ ասեմ, որ ամեն մի ցուցահանդես դա հաշվետվություն է նկարչի համար, որ ասենք իր նկարները վերջապես տեսնում ենք պատերին կախված։ Դա շատ հաճելի է,
Եվ ամեն դեպքում առաջերտին ուզում եմ շեշտեմ նաև այս երևույթը, որ վերջերս շատ հաճախակի ավանդույթ է դարձել եկեղեցու այս գեղեցիկ ցուցասրահում ցուցադրվելը։ Ուզում եմ հայտնեմ իմ հիացմունքը, որ մշտապես եկեղեցին աջակցում է արվեստագետներին, որ իրանք կարողանում են ցուցադրվել։ Եվ վերջապես նկարչի համար ցուցադրությունը դա բավականին հետաքրքիր եւ ինչպես ասեցի, հաշվետվության նման մի բան է։ Ես ցանկանում եմ Բասենցին ստեղծագործական նորանոր հաջողություններ, թող որ ամեն դեպքում այս կտավները եւ այդ նկարչի ստեղծագործությունները հարատև են, երկար են, ավելի վերելքներ ապրեն եւ ինչպես ասում են նկարչի վրձինը թող միշտ թաց լինի։ Ես հաջողություն եմ մաղթում բոլորիս եւ քանզի բոլորիս համար ամեն մի ցուցահանդես տոն է եւ այս հրաշալի րոպեները մեզ պարգևելու համար շնորհակալություն բոլորին։ Հարգելի բարեկամներ, Վանաձոր հեռուստաընկերության աշխատակազմը գտնվում էր Արտյոմ Բասենցի հեղինակային ցուցահանդեսում։ Մենք մաղթում ենք մեր օրվա հերոսին նորանոր հաջողություններ եւ համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները հաճախակի կլինեն մեր քաղաքում։ Սիրով ձեզ համար աշխատեցին Մարիամ Գալոյանը, Դավիթ Անտոնյանը։